Լիլիա, իմ մոտ մի քանի տվյալ կա, բայց փորձեմ առանց այս թվերը ներկայացնելու ուղղակի 2025 թվականի ողջ տարվա կտրվածքով ոսկին եւ արծաթը կայուն աճ էին գրանցվել եւ նշվում է նաեւ, որ այդ աճը սրվեց 2026 թվականի հունվարին, մենք տեսանք կտրուկ բարձրացում եւ ոսկու եւ արծաթի, բայց արդեն այսօր լրատվամիջոցները գրում են, որ անկում է գրանցվել երկու ակտիվների դեպքում էլ։ Ինչով է սա պայմանավորված։ Այո, անկումը տարբեր գնահատականներով ռեկորդային անկում է։ Այդ ռեկորդային անկման առաջի պատճառը հենց քո նշած աճն է տարվա ընթացքում, որը 25 թվականի տարեվերջին հասավ ռեկորդային բարձր մակարդակի։ Դա իր պատճառներն ունի, ինչու թանկարժեք մետաղի գները բարձրացան, պայմանավորված էր աշխարհաքաղաքական անկայունություններով, դոլարի անկայունությամբ, որը որպես փոխարինելի եւ վստահելի ապրանք պայմանական ասած իհարկե իր արժեքը բարձրացրեց։ Ինչով է պայմանավորված այսօրվա անկումը, առավելապես կարծում եմ, երկու հիմնական կարճաժամկետ գործոններ կան։ Առաջինը Միացյալ Նահանգների Ֆեդրեզերվի կողմից հիմնական տոկոսադրույքի այլևս չնվազեցնելը, որը ենթադրում է դոլարի որոշակի կայունություն կամ առնվազն առաջացնում է նման սպասումներ, եւ կա իհարկե տարբեր պնդումներով ու գնահատականներով չինական ներդրողների կողմից որոշակի սպեկուլյատիվ գործընթացներ, շուկայից արժեթղթերից արագ հրաժարում, շուկայից դուրս գալ եւ այլն։ Եթե փորձեմ ընդհանուր ձևակերպել, ապա այսօրվա այս անկումը առնվազն դեռևս մենք գործ ունենք կարճաժամկետ գործընթացի հետ եւ դեռ վաղ է տալ գնահատական, որ թանկարժեք մետաղի գները վերադառնում են իրենց, այսպես պայմանական ասած, ելման կետի գներին, հա, մենք առայժմ շատ այսպես անորոշ եւ տատանողական գործընթացի մեջ ենք։